Ինչու է դուդուկի ձայնը բոլորին հուզում։ Դուդուկի ձայնը նման է կատվող օրորող մոր ձայնին։ Բայց այդ նույն գործիկով Պանիքիդայել եմ նվագել, թաղումել եմ նվագել։ Սովորաբար ամենաուրախ դեպքերը տխուր առիթների ժամանակ են լինում։ Գիտես, որ լենականցու հողարկավորությունն է լինում, հողը որ լսում են արդեն փոսը, այդ հանածողը պրծնում է, բայց փոսը չի լսում։ Մեկի կողից ասում աբջան աշի կաղվե բերանը բաց է մնաց է։ Դուդուկարները ներեն փորձել են մի քիչ ջանք ավելի սենս կիրճ ձևացնեն, դուդուկը փորձեն նվագել դասական ֆլեյտայի եւ կլարնետի նման, օրինակի լորի թմբլապա։ Այդ կարգի դուդուկարների մեծ բարբերներն ասել են նվագում, բայց մեր տեսակ ռուսերեն է նվագում։ Մա դեղին քարտի։ Դուք կռվար արեք։ Գեներալ Սերանս դելես ես կան, ես քո ադամներ ճխտիմ քո փոր։ Ինձ դուք եք փաստորեն ուղարկելու են աշխարհ։ Իզնից լավով կար այդ ամեն ինչը կար։ Ես համաձայն եմ, դուք այդքան ապրեք։ Կատակ չեմ անում, իմոտ հերթա։ Վերջապես աշխարհի այս ծայրից մյուս ծայրը գնալուց հետո մեր տաղավարում է Հայաստանի վաստակավոր արտիստ շատ սպասված հյուր Կամո Սեյրանյանը։ Բարև ձեզ, լավ Էրիկո Ռեգակ վերջապես։ Բարև Ազիզ ջան, ինչ ես։ Լավ եմ, դուք ինչ խեք։ Մենք Կագալի պես։ Հիմա կագալը գիտեք որն է, ժողովուրդ։ Օրինակ որն է դասը։ Չգիտեն։ Ասեմ ընկույզը։ Այո, պոբոգը։ Պոբոկը։ Քանի որ պարոն Սեյրանյանը Լավ, եթե Քյաստանեն վերն է։ Քյաստանեն, բայց ես դրա հայերեն համարժեքը չգիտեմ, գիտեք, չէ՞ որն է։ Ո՞նց են ասում Քյաստանային։ Կաշտանը։ Կաշտան, հա, բայց երևի այլ համարժեք էլ ունի հայերեն։ Մեր բարբարները մոդիկ է։ Մոդիկ է, հա։ Ես դե արմատներով ճավախեցի եմ, ճավախեցի։ Ճավախեց ու սիրտոքին, դիրիլիլամդիննանադի։ Պարոն Սեյրանյան, քանի որ այսօր դուդուկը չեք բերել, ես էլ եմ կարծում, որ պետքա երգեք։ Ափսոս Սեդային պիտի կանչեինք երգեր։ Ապրես։ Լավ, հաջորդ թիվ։ Սխալ ինձ կանչելու, պետք է ասեիր Կամո Սեյրանյան ջան, դաստովը դարի։ Դաստովը։ Լենագանի Լրիվ մեր բարբարով ասում։ Ռոբոտիկների հետ ո՞նց եք։ Chat GPT-ի հետ շփվում եք։ Երբեք միջև հիմա որ ինչ-որ խնդիր բան եմ ունենում, սաղ Սեդան անում։ Հա։ Ես ու ռոբոտներն ու ես ժիվոյ մարդ եմ։ Ամեն դեպքում 963 ռոբոտիկն է մեզ հետ։ 96 3 Մեր ռադիոյի հաճախականությունն է, այսուհետ Դուք կարող ռադիո էլ ունեք։ Այո, այսուհետ կարող եք մեքենայի մեջ լսել մեզ։ Այս հաղորդումն էլ է ռադիոյի եթերում գնալու, անպայման կարող եք ունկնդրել։ Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտիկը մեզ տալու է հարցեր, որոնց պատասխանները թվային են։ Այդ պատասխանները մենք պիտի գրենք այս գրատախտակի վրա։ Պատրաստ եք։ Դե փորձենք։ Լսենք առաջին հարցը։ Քանի տարվա պատմություն ունի հայկական դուդուկը։ Գիտեմ որ մեր թվարկությունից առաջ արդեն Գառնի տաճարի տարածներում ծիրանիները տնկել են, այս ժամանակից արդեն այդ գործիքը ծիրանի փայտով սկսել են, արդեն այդ ժամանակ կարելացել առաջի ծիրանները այդ ժամանակ են մեր թվարկությունից առաջ տնկել, բայց կոնկրետ Մի քանի հազարամյա պատմություն։ Okay, մի քանի հազար։ Բայց պետքա գրենք, թիվ գրենք կոնկրետ։ Գրեցիք։ Այո։ Պատրաստ ենք։ Պատրաստ։ Պտտում ենք։ Okay։ Շատ մոտ են իդեպ մեր թվերը, 2000 իմ կարծիքով, իսկ դուդուկի մասնագետ Կամո Սեյրանյանի կարծիքով 2026 տարեկան է դուդուկը այսինքն։ Մի բան էլ ավել։ Լավ, լսենք ճիշտ պատասխանը։ Ծիրանափողը ստեղծվել է առնվազն 1500 տարի առաջ։ 5-րդ դարում։ Ես մոտ էի։ Անցանք առաջ։ 1-0 հոգուտ ինձ, գիտեք չէ, որ պարտվում եք, պետքա փորձությունների միջով անցնեք։ Okay։ Հիմա արդեն ժամանակն է հիշելու այն խոստացված ուրախ պատմությունը, որը մեզ քիչ առաջ պատմում էիք, չթողեցի։ Դա անեկդոտ է, ճիշտ ասած, որ իմացա մեր այդան լենականցի, հա, որ դիմա որ այդպես լենականի յոլով գայդով, հա, ասեցի։ Լենական ասի ակցենտը գիտես, բանը անեկդոտը գիտես, ասես չգիտեմ, չթողես բանեմ։ Գիտես, որ լենականցու կներեք փորձեմ ավելի կուլտուրական էլի, հողարկավորությունն է լինում, թաղում է լավ։ Դե բոլորս էլ մասնակցել ենք, չէ՞։ Հողը որ լսում են արդեն փոսը, այդ հանածողը պրծնում է, բայց փոսը չի լսում։ Մեկի կողից ասում աբջան աշի կաղվե բերանը բաց է մնաց է։ Գիտեիր։ Չգիտեի, բայց
Չիդեիր։ Լավ դե լեննագանցիները բայց այդպես են։ Դոլ եթե այդ տեսել իրանք տեղ ունեն, որտեղ իրանք հայազգան ամենատաղանդավոր ժողովուրդն են։ Կարծում եք։ Ինչ լավ է որ լեննականցի չի ասում սրա մասին։ Ես մի բան ասեմ, ես բոլոր միջոցառումներին, թե որ Գյումրիում եմ լինում կամ ասում եմ Հայաստանի մեր հայ ժողովրդի ամենատաղանդավոր ժողովուրդը դա դրանք գյումրեցիներն են։ Երաժշտության ոլորտում, սպորտի ոլորտում, թատրոնի ոլորտում, դու հերո չետանք Իսահակյան, Շիրազ, Դուդուկ, Լևոն Մադոյան, Աշուխ, Շանշերամ, Ֆրանզիկ Մկրչյան, ելումն ասեմ, Յուրի Վարդանյան։ Որ մտակ սպորտի բաժին այսօր չենք վերջացնի Արտուրս անունները։ Ալեքսանյան։ Ես ցավը տանեմ, իմ լավ ընկերն է, իմ լավ աղբերն է, մեր ազգի պարծանքն է այսօր։ Մի յուրահատուկ պատմություն Հայաստանի մարզերից, որ ունեցել եք։ Հայաստանի մարզերից չգիտեմ, բայց թարմի 10 օրվա բան եմ պատմում, 15 օրվա։ Ընկերներս է Մոսկվայից եկել, վատ առիթով գնացել ենք Սևան մեր ընկերոջ պապայի հողարգահարությանը, մասնակցեցինք հետեկան, հիմա այդ օրը 5-ներ պիտի գիշերը թռնեն։ Մի 4-5 ժամանակաս իջնենք կենտրոն կաֆե, մաֆե ընկերներիս զբաղացնեմ, կամ գնանք միտեղ հաց ուտնենք, վերջ հաց ու ջուր անենք, որ տանեմ ճանապարհեմ, եկանք Արամի փողոցը աչարինք, ընկերներիցս մեկն էլ գյումրեցի Դուդուգար մեր սիրված երաժիշտներից Մոսկվայա բնակ Նորայր Բարսեղյանն է։ Ժողովուրդը իրան գիտեն մագանունով Քոթոն։ Ուրեմն մեքենայից որ Արաբի փողոցը աչարեցի դե պատկերացեք որ ավտոկայանատերի չկա։ Բայց այդտեղ վարպետները գործ են անում այդ փողոցի այդ փոքրիկ քարեր կա, ինչ են ասում։ Բուլժնիկ հա։ Հա։ Վերջը այդ դրանք են շարում, այս մարդիկ որից տեսան այս վարպետները, հելան կանգնան այդ sense ռեշոտկաներ էր դրած, որ իրանք դրանց չխանգարեն էլի։ Ռեշոտկը քաշինացին, արի վարպետ ջան, արի։ Հա, հիմա միոքինա Դուդուկար մեր Քոթոն, մյուսները բիզնեսմեն տղեկ են, հիմա Քոթոն պիտի կզի թե չէ։ Հա, sense արեց։ Իս Երևանցիք էս մազալու ժողովուրդ են, ամեն սատիս բանից ուրախանում են։ Յանիվ սատիս բանը ես։ Չեք պատկերացնում, ուղիղ 10-15 րոպե ես ծիծաղացել եմ։ Ես նորոյի հումորը իմանալով միանգամից, բայց վարգյանին գբրեցու խոսքը գիտես, չէ, ջերնա։ Մազալու ժողովուրդ են ասեց, ամեն սատիս բանից ուրախանում են։ Լավա որ հումորով եք ընկալել։ Բա ինչ անեմ։ Իսկ դուք անում եք հումորներ։ Կան հումոր անեմ։ Հələ փորձեք։ Հաղորդումդ փակվի։ Չէ, պետք չի։ Եկեք ավելի լավ 1-0 հաշվով շարունակենք խաղան, դուք կենտրոնացեք, որ հաղթեք ինձ։ Որքան է արժեցել աշխարհում ամենաթանկ վաճառված երաժշտական գործիքը։ Երաժշտական գործիքը ամենաթանկ։ Կարաբինային ջութակ լինի։ Կամ Ստրադիվարի կամ Պագանինի։ Իսկ դուդուկները ինչ գներ են ունենում ամենաթանկը։ Այդքան չէ։ Հաստատ է թանկ ջութակի կարող է մի տոկոս էլ չլի։ Հա։ 0.0 բգան։ Հա, լուրջ եմ ասում։ Ենթադրենք ջութակ է, որովհետև ես եմ այդպես կարծում։ Սենց ասեմ, գները չեմ պատկերացնում։ Ուրեմն ես մի բան ասեմ, անգին ջութակներ կան։ Անգին։ Ջութակ կա, որ Անգլիայի թագու պալատում ապահովում ու իմ տեղեկություններով մեր հայրենակից Սերգեյ Խաչատրյանի մոտ էր, այսինքն թանգարանը տվել էր, որ նվագեր։ Բայց 2 միլիոն իմ կարծիքով, հիմա լսում ենք ճիշտ պատասխանը։ 2025 թվականին Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է մոտ 23 միլիոն ԱՄՆ դոլարով։ 23 միլիոն։ Հասկանալի է, նորմալ է։ Ես ասում եմ անգին գործիքներ կան, իսկ իմ ասած անգինի մոտ 23 նույնը։ Դե հավասարեցրի զարմանա, որ մինչև 100 միլիոն լիներ։ Հետո քրքիր է։ Հավասարեցրի քաշիվը։ Տեսակ չէիք ուզում, բայց հաղթեցիք։ Պարոն Սերյանյան, ամենաշատը որ երգն են խնդրում, որ կատարեք։ Նայ, սկսենք նրանից։ Վերջի ես իմ կյանքից վերջի 20 տարին, ես 2000 իմ վերջի աշխատած ռեստորանը, որ ես աշխատել եմ որպես ռեստորանի երաժիշտ, եղել է 2005 թվականը։ Վաղեմի Ուսանողի 2002-ին ավարտեցի, արդեն 2003-ից դասավանդում էի, բայց այդ տարիներին, ուսանող տարիներին քաղաքի բոլոր ռեստորաններում աշխատել եմ։ Տարբեր
տեսակի ծիսակատարությունների մասնակցել եմ, պանիխիդայել եմ նվագել, թաղումել եմ նվագել, էլ չեմ ասում կնունք, հարսանիք, այն դուդուկարը, որ այդ ամեն ինչ մեջով չանցնի, ինքը չի էֆի։ Մենակ բեմով դուդուկ նվագող չես դա, ռազիշ ջան։ Կլնի, կնվագես, բայց նվագի մի քիչ անհամ կլնի։ Մեր հինվարբետներն ասում են, մեր տեսակ ռուսերեն կլնի։ Հինվարբետները դե դուդուկ էդի մեր կյանքն է, մեր հայի սիրտու հոգին է, դեմքն է, բայց որ դուդուկարները ներողեմ փորձել են մի քիչ յանք ավելի sense կիրճ ձևացնեն դուդուկը փորձեն նվագել դասական ֆլեյտայի եւ կլարնետի նման օրինակի լորի թմբլապա այդ կարգի դուդուկարների մեծ վարպետներն ասել են նվագում ամայս մեր տեսակ ռուսերեն է նվագում Դե կպատմեք մի քիչ այդ ծիսակատարություններից, որոնց եղել եք, հաստատ հետաքրքիր դեպքեր եղել են։ Սովորաբար ամենաուրախ դեպքերը տխուր առիթների ժամանակ են լինում։ Ես մեր պոնց հաղորդմանը լիքը պատմություններ պատմեցի գյումրեցի վարպետ Վալոդից, մականունը նեգր։ Ուրեմն բայց կարող այդ մարդուն հանգիստ թողենք։ Չէ, ինչի։ Տղեն էլ իրանից բետար, իմ լավ աղբերն է, իմ լավ ընկերն է մուշեղը։ Ես վարպետս 80 տարեկան է լինում, իանգերոջ առնում, հետո այն ռեստորանը Գյումրի Լենագանի սադի մեջ։ Ռեստորան է լինում, հետո զնջանում, ասում պապ ինչ ես եկել ես, շամին ընկերոջ 80 տարեկան։ Ասում ընկերոջս հետ եկել եմ, մեզի պատիվ տաս։ Ցարի։ Աղբորպես քերը գնացեք տուն փող չունեմ, բան չունես ցարի։ Չէ, պետք է պատիվ տաս, ասելա դե լավ, չկա, դե սադի մեջ է։ Եկեք ձեզի կարուսել նստացնեմ։ Գորկու անվան զբոսայգու մասին է խոսքը կարծես, թե։ Գյումրի սադը ո՞րն է։ Գորկի սադը։ Լսենք հաջորդ հարցը։ Որն է համարվում հայկական ամենահին կերակրատեսակը եւ քանի տարվա պատմություն ունի։ Ամենահին կերակրատեսակը։ Այս ռոբոտիկը գիտի, որ ուտող խմող մարդ եք, իմ նաև կարծիքով պատրաստում եք։ իմ այս րոպեին սենց արագ մտածելով կարամ մի բան ասեմ, իսկ թվում է հարիսան է։ Ես էլ եմ այդ կարծում ու գիտեք Ու ինչ։ հարիսան այդ ճաշատեսակը գիտեք, չէ՞ ոնց է ստեղծվել։ Երբ որ կոտորած ջարդի ժամանակ, կոտորածի ժամանակ, կստացի ես մուսալերը տեսել եմ, ուրեմն հեսա ձեզ պատմությունը պատմեմ։ Թուրքիան դե Սիրիայից սահմանակից, հա։ Ես 97 եւ 99 թվին 18 տարեկան, 20 տարեկան տղա էի, որ Գեղարդ Պարային անսամբլի հետ համերգներով մեկնել էի Սիրիա, ու Սիրիայի վերջը դեպի Թուրքիայի սահման հայկական գյուղ կա Քեսաբը։ Գիտեք Քեսաբի։ Քեսաբ գյուղը ինքը sense բարձունքի վրա էր ու 30 րոպե sense մեքենայով sense իջանք միջերկական ծովի ափին, որտեղից երևում էր Մուսալերը։ Ես երջանիկ մարդ եմ, որ Մուսալերը տեսել եմ։ Որ հարցակում են հայերի վրա, հայերը դե յանց երեխեքին մի քանի պարկ ցորեն, գարի վերցնելով, հավ, գառնուկներ, բարձանում են սարը, եւ այդ սարում դե մարդիկ պետք է մի բան ուտեին, ծավալը խառնելով հավով ստացել են Իսկ թվում է հարիսանա եւ դա արդեն Ես ուրիշ ավանդազրույց գիտեմ ավելի հին լուսավորչի ժամանակներում երբ Հարիսան Հա երբ նորից ոչխար են մորթել տվել Դե սա գիտես ինձ կանչել ես հաղթես որ ասացիք հարիսան հարիսայի մասին այդ ավանդազրույցը հիշեցի Okay բայց Կա սուշինա Սուշին կարող է մի քիչ որ մեր արմատները փորփրենք կգտնենք Կարո՞ղ մամաջան բաբաջան Իսկ դուք ինչ եք ամենաշատը պատրաստում Ամեն ինչ Ուզբեկականից բացի Ուզբեկականը մի երկու անգամ պատրաստել եմ կրակն եմ ընկել ճիշտ ասած սա ընկերներս հետ են ուզում հիմա հենց հիմա ստեղից դուրս եմ գալիս գնամ ընկերոջս տուն ուզբեկական պատրաստելի որտեղ ընկերս շատ է խնդրել դաժե առավոտ ժամը 8-ին գնացել եմ 9-ին նոր կազան եմ առել իր տակի վառարանով նվեր ընկերոջս տանը որ գնամ սա հարմարությունները լինի որտեղ հաստատ իր տանը պրոֆեսիոնալ չի լինի այդ ճուգունի տակը կլոր Ով կանչում Բոլորի հրավիրում եմ ստեղից այդ ընկերոջ տուն Բայց ընկերը հո դեմա կարող է Այմ ոնց կարա իմ ընկերս լսի մարդ ընկերությունանը միանման սիրտը բաց ոնց ասեմ հյուրընկալ
Հավաքվեք, մեզ դիտողները ափսոս չեն կարողանա, բայց մենք թիմով կգանք։ Okay։ Լավ, եկեք, դե Հարիսան գրենք, ինչ թվով։ Հիմա ես մա դերին քարտուր։ Գեներալ Սերանս դելես ես կան, ես քո ադամներ ճխտիմ քո փոր։ Ես ինչ բռնության կոչեր եք հնչեցնում, պարոն Սեյրանյան։ Դե քաղցր լեզու հումորով արդեն, տամաս մեկ կտամ բերանը տատամներից գրեցի փորձ, ես քո ադամները ճխտիմ քո փոր։ Դուք կռվար արեք։ Այն ինձ կրբարար այդ ցավը տա։ Որ ասենք խմած ինչ որ թեթև քաշքշուկ լինի, դուք որ պոզիցիայում եք կանգնել։ Ես աշխարհի ամենա խաղաղ մարդն։ Չեք պատկերացնում քաղաքի ժամանցային վայրերում քանի հատ այնց կռիվեք կռիվեմ հաշտեցրել։ հաշտեցել, լուրջ եմ ասում։ Բայց ո՞նց։ Եվ որ տեսել եմ որ արդեն սա կարող մորթոցի գնա, կներեսեց։ Եվ որ կարաոկե կլուբում միկրոֆոնը վերցրել եմ, մտել եմ ասել եմ տղեկ խնդրում եմ, մենք հայ ենք, չէ՞։ Այս կողմն էլ դուք եք իմ աղբերները, դուք էլ միած եթե այսքան ինձ հարգում սիրում եք, ստոպ տվեք միած։ Ու ստոպ են տվել, երկու րոպե հետո միասին խմել ու միջև լույս միասին քեֆ են արել։ Բրավո։ Միատ էլ հետաքրքիր բան պատմում։ Պատմեք։ Բացօթյա կրիշում էլի տենց հյուրեր ունեի Մոսկվայից գնացել էի օպերա սուիտի կրիշը բան կար մի ժամանակ էլի տենց երկու կողմի քաղաքի ճանաչված ժողովուրդ կռիվ էին սկսեին էս մի կողմին սենց մենակով 4-5 տղու խնդրել եմ լիֆտը կանչել եմ մցրել եմ լիֆտը իջել ենք ներքև արա խնդրում աղաչում եմ գնացեք էլի վաղ ասում եմ ես այդ նույն տղեկին կազմակերպեմ կտենակ Արասմա կամ ջան լավ թող գոյնել ենք հաշիվը փակենք։ Արասմեմ ես հաշիվը կփակեմ։ Իրանց նստացնում եմ մեքենան, խնդրում աղաչում եմ, քշում եմ։ Անծանոթ էին ձեզ։ Չէ, ծանոթ էին։ Հետո բարձրանում եմ 200,000 դրամ հաշիվ են տալիս։ Հետո հետ չեք ուզել։ Էդի բայց բան ասեմ քեզ։ 400 էլ արժե, բայց այդ կռևել կարող հա երթվում եմ։ Ես աշխարհի ամենա խաղաղություն սիրող մարդն եմ։ Այնպես որ ես քո ադամներ ճխտիմ քո փոր։ Դուք գրել եք պատասխանը։ Հա։ Պատտում ենք 150 տարի պարոն Սեյրանյան։ Դե որ մի բան չգիտեմ, ես պատկերացմամբ սենց եմ գրում։ Ես ավելի մեծ թիվ եմ գրել հիմնավորելով հենց լուսավորչի հետ կապված պատմությունը, այո։ Մի քիչ վատ եմ ես մաթեմատիկայից։ Բայց կարծում եմ, որ Հարիսան շատ հաղորդվեց գոյություն։ Բայց կարող 10,000 տարի գրածել իմ այդ թվին եթե ես մոտիկ ելավ դուք եք հաղթում։ Այո։ Ո՞նց կարա 3000 տարվա պատմություն ունի։ Բայց ինչի՞ չպիտի ունենա։ Դարերով եկած ազգ ենք։ Բանը ծավալն ու միսը իրար չեն խառնել էփել։ Լսենք, լավ։ Հարիսան ազգային ճաշատեսակ է, որը ունի մոտ 2-ից 3000 տարվա պատմություն։ Սա գիտեն է, կանչել են իմ խեղճին կրել։ Ոյ խեղճ լինեք դուք։ Պարոն Սեյրանյան, գիտեմ, որ Սփյուռքում ձեզ շատ ջերմ են ընդունում եւ դուք պարբերաբար երկրում չեք ու հենց դրա պատճառով է, որ 1 տարի է մենք սպասում էինք ձեզ եւ մեզ դիտողները։ Մի քիչ մեզ պատմեք ձեր տուրերից, Սփյուռքը ինչպես է ձեզ ընդունում ընդհանրապես։ Ձափերով։ Բուրըն ծափերով։ Ճիշտ ասած, այնքան լավ որ արդեն սեդայի հետ եմ գնում։ Առաջ ինձ մենակով դիմավորում էին, մի անգամ իսկ տանում էին հյուրանոց, տանում էին ռեստորան։ Հիմա արդեն խմբով են գալիս, սեդան հետ սա ծաղիկներով են գալիս։ Օրինակ Ավստրալիայում էինք, դե Ավստրալիայի սիմվոլները կենգուրու եւ կոալա խաղալիքներով, բանը կենգուրուներով եկան մեզ սիրուն դիմավորեցին։ Հա, վերջի մեր ամենաշատ սենց որ սեդան ինքը ասես որ ես սենց հետաքրքիր շրջագայություն չէի ունեցել։ Ես միշտ պատմել եմ, որ աշխարհի ամենաչքնաղ երկիրը բնությունով, իր ամեն ինչով դա Ավստրալիան է։ Շատ հետաքրքիր։ Հայ համայնքում եք։ Հայ համայնքում, այո, հայ համայնքում ենք միայն հանդես եկել Սիդնեի համազգային պարախմբի 25-ամյակին ենք մասնակցել։ Ու դուք պատկերացնում եք, կներեք որ ընդհատեցի, այդ Սիդնեի պարախմբի 25-ամյակին, որ մասնակցեցի, այդ 25 տարվա վիդեոներն էին ցույց տալիս էկրանին։ Դուք առաջի տարեկանից ես եղել եմ։ Ես 25 տարի շարունակ փաստորեն։ 2000 թվին առաջի անգամ գնացել եմ։ Դրանից հետո մի 2 տարի հետո այդ բարող երեխեք իմ աչքի դեմը մեծացել էին։ Այդ 5 տարեկան երեխեքը արդեն դարել էին 25-30, արդեն իրանք ամուսնացել էին, իրանք արդեն երեխեք ունեին։ Ոնց որ այս այդ
պարախմբի ընտանիքի մի անդամ լինեմ։ Ու ինձ թվում է բոլոր հայ համայնքներում եք դուք այդպես ընդունվում, չէ՞։ Ճիշտ ասած, մի 10 օր առաջ ես ու Սեդան մասնակցեցինք Փարիզում Արարատ պարախմբի իրավերքով, հավատացեք, որ Արարատ պարախմբի 25-ամյակն է մոտակա ժամանակները, ես 5-ամյակին, 10-ամյակին նորից եղել եմ։ Կա այդպիսի Ձեր երկիր, 50-ամյակին եմ ելնելու, 60-ին էլ կարող եմ 70-ին էլ դուդուկ եմ նվագելու։ ինձ դուք եք փաստորեն ուղարկելու են աշխարհ։ Իզնից լավով կար այդ ամեն ինչը կար։ Ես համաձայն եմ, դուք այդքան ապրեք։ Էսի ուրեմն Այդա ջան։ Կատակ չեմ անում, իմ մոտ հերթա։ Իմ սանգերներն ասում են ախպետ ջան։ Մեզի ճամփես։ Խնդրում եմ ինձ գրեք էլի այդ ցուցակում։ Okay։ Կարամ դաշը երթը տարաշ։ Չէ, լավ ջահել ես։ Ջահել եմ, ես ձեր երախու տարիքին եմ, տենց բան են Չէ, դες բան կասեմ ես։ Բայց մի հատ էլ ընկեր ունեմ, էդի вообще sense բանա։ Ինչա։ Ասում է, Սերանյան, նայ։ Ես լուրջ բան եմ ասում։ Այսօր այդ ընկերոջս տուն եմ գնում։ Այն որ գնում եք ուտելիք սարքելու։ Ուտելիքս։ Ասում է Սերանյան, նայ, ես 121-ին եմ մահանալու։ Դու ողջ լինես։ Լսի ասում է, ցերեկը ինձ ճամփես, ինձանից կես ժամ հետո գաս։ Ասում է, եթե չեկար, մի երկու օրվա մեջ քեզ խփել եմ տալու։ Հետ եմ գալու մի երկու օրվա մեջ։ Գիտեք չէ, որ այդպես երաժիշտները գնում են պանի խիդա նվագելու, այս թամքյաշս այս թերով տալիս է վարպետին, ասում է, վարպետ ասում է, այս մահացողի դեմքը ծանոթ է։ Ասում է, աբջան, այսօր մի անգամ էլ ենք թաղել։ Պարոն Սերանյան, ինչու է դուդուկի ձայնը բոլորին հուզում, նույնիսկ մարդկանց, որոնք երբևէ ծանոթ չեն եղել դրա ստեղծման պատմությանը կամ հայոց պատմությանը։ Աշխարհի գիտնականները բոլորը համոզվել են, որ դուդուկը միակ երաժշտական գործիքն է, որը նման է մարդկային ձայնին։ Դուդուկի ձայնը նման է կատ տվող օրորող մոր ձայնին։ Մայրը ոնց է իր բալիկին կերակրում ու քթիտակ որ երգում է։ Բայց կհամաձայնվեք, որ մի քիչ ցավ կա այդ երաժշտության մեջ։ Ներաշխարհը մի տեսակ խառնում է իրար։ Դուդուկի ձայնը անկախ նրանից, ես չեմ տեսել աշխարհում մի ազգի ներկայացուցիչ, որ դուդուկի ձայնը լսի եւ անկախ իրանից Այո։ ունքերը sense չլինի ու չեք պատկերացնում շքան դեպքեր լինում, որ աշկից դեմը մարդը արտասում է։ Բայց այդ նույն գործիքով արի մի հետ գնանք մեր բարի պետականի համերգները նայենք Այսինքն համաձայն չեմ, որ միայն դուդուկը, բայց իրա մեջ կա թախից, կներես այդ բառը կտա։ Թախից, այո։ Ոչ թե ող, Ճիշտ է, ինքը իրա մեջ թախից կա։ Այո։ Իսկ միայն հայն է կարող իսկապես նվագել դուդուկը այնպես ինչպես նայեք մի բան ասեմ ձեզ, օրինակներ եմ բերում, թող բոլորը լսեն, բոլոր մեր հեռուստադիտողները, ռադիո լսողները։ Հայը աշխարհի բոլոր գործիքները աշխարհի բոլոր ազգերից լավ նվագում է։ Դրա վառ օրինակը ջութակար Սերգեյ Խաչատրյան, աշխարհ արչակ, թավ ջութակար Նարեկ Հախնազարյան։ Այո, համաձայն եմ։ Օպերային երգիչ Գևորգ Հակոբյան, Գևորգից մասին կուզեմ մի վարքյան sense stop տամ։ Ցավում եմ, որ Գևորգին մեր չգիտեմ հեռուստատեսությունն կամ նախարարությունն գիշեր ցերեկ չեն ռոպագանդում։ Ես Գևորգի համերգին եղել եմ Իտալիա եւ եղել եմ Ամստերդամ, Գևորգը թնդում է աշխարհով մեկ, բայց ժողովուրդը Գևորգին ով գիտի, բայց այդպես պետք չէ։ Գևորգին գիտեք ոնց պետք իմանա, ոնց որ Ռոնալդոին եւ Մեսսին։ Գևորգը այսօր երկում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։ Ինչ եմ ուզում ասեմ, բայց դուդու գործիքի ցայնը միջև այսօր ոչ մեկ չեն կարող ճիշտ ձայնը արտաբերեն։ Ոչ մեր հարևան վրացիները, ոչ մեր հարևան դաղստանցիները, չեչենները, ոչ մեր հարևան պարսիկները, ոչ մեր հարևան ադրբեջանցիները, ոչ մեր հարևան թուրքերը ու չեն էլ կարալու, որովհետև դուդուկի գանգը Հայաստանում է թաղված։ Դա մոտիկ քանի մենք կանք, ոչ մեկ մոտիկ չի կարալու, չենք թողի։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես էլ եմ Այսպեսին էր Կամո Սերանյանը ռոբոտիկի հետ հարաբերվելիս։ Շնորհակալություն կհանդիպենք։ Իրանես շոքի ժողով։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։